մեկ հայ, մեկ ոսկի։ Սա մի ուշագրավ պատմություն է, թե ինչպես էին հայերը փրկվում իսլամական գերությունից։ Գաղտնիք չէ, որ հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց կամ սպանում են կամ սեռական բռնության են ենթարկում։ Այս լուսանկարում հայուհիներ են հարեմից փրկված, որոնց ձեռքին հետևյալ գրությունն է՝ «Սուքի քույրեր ենք մենք»։ Հայտնի է, որ առաջին աշխարհամարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ եւ օտարազգի միսիոներներ աշխատում էին այն ուղղությամբ, որպեսզի հայ կանանց եւ հայ որբերին ազատեն իսլամական գերությունից։ Հայ կանանց եւ որբերի հավաքագրման գործում մեծ է դանիացի միսիոներ Կարեն Եփեի ավանդը։ Պես ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ նա հնարավորություն ուներ հանգիստ իր առաքելությունն իրականացնելու։ Կարեն Եփեն առաջնորդվում էր հետևյալ կարգախոսով՝ մեկ ոսկի, մեկ հայի դիմաց, եւ այսպիսով նրան հաջողվեց 400 հայուհու փրկել գերեվարությունից։ Այս հայուհիները ապաստան գտան Հալեպի մի շարք գյուղական համայնքներում։ Հայոց ցեղասպանությունը մոռանալ անհնար է, ներել առավել ևս, պահանջատեր լինել միանշանակ։ Իսկ սա Անիաս Էջն է։ Շնորհակալ եմ հետևելու եւ նյութերը տարածելու համար։